Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհի Անի Երանյանը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Նա տարբեր գրառումներով է հանդես գալիս ու բուռն արձագանքում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Երեկ դերասանուհին իր ինստագրամյան էջի սթորիս բաժնում անդրադարձել է այն իրողությանը, որ Հայաստանը և Ադրբեջանը ավարտին են հասցրել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները և Հայաստանը ընդունել է բոլոր կետերը։ Անին մասնավորապես գրել էր. «Չգիտեմ, ցավը բթացնում ա, երկար չես կարող ցավ զգալ։ Հուսով եմ էդ ա պատճառը անտարբերության, բայց հիմա ի՞նչն ա դրված նժարին։ Դրա հետ կապված էլ ենք անտարբեր։ Մենք ենք դրված նժարին, մեր հանդեպ են անտարբեր», գրել էր Անի Երանյանը։ Դերասանուհի Անի Երանյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո ավելի ակտիվ է դարձել իր ինստագրամյան էջում, որտեղ շատ հաճախ հարց ու պատասխաններ է կազմակերպում ու այդ միջոցով շփվում իր հետևորդների հետ։ Անին դա անում է թե գրավոր և թե բանավոր կերպով։ Այս անգամ ևս Անին նոր հարց ու պատասխան է կազմակերպել, որի ընթացքում իհարկե հարցեր հնչել են անձնական կյանքի հետ կապված։ Star News-ը ձեզ ներկայացնում է այդ հարց ու պատասխանի արդյունքները։ Հետևորդներից մեկը հարցրել էր. «Reality 11 չի լինելու»։ Անին պատասխանել էր. «Ունենք մեկ սերիա, որը անպայման կտեսնեք, բայց 11-ը այլևս ավարտված է», նշել էր Անի Երանյանն ու անցել հաջորդ հարցին, որը վերաբերում էր նոր նախագծերին։ Անին պատասխանել էր. «Ֆիլմերում այս պահին զբաղված չեմ, ինձ համար ցանկալի ֆիլմ կամ դեր այս պահին չկա, որը կուզեմ մարմնավորել, բայց եկող տարի շատ նորություններ կլինեն, մասնագիտական առումով, իսկ 2025-ը սարերի հետևում չէ», նշել էր Անին։ Հաջորդ հարցն էսպիսինն էր. «Անի ջան, Հայաստան գալու ես»։ «Իհարկե գալու եմ, իմ ամենասպասված օրն է լինելու», նշել էր Անին։ Հետո արդեն սպասված հարցը. «Full House կլինի մոտ ապագայում», գրել էր հետևորդն, իսկ Անին պատասխանել էր. «Նորություն կլինի, ինչպես ասաց Գրիգոր Դանիելյանը»։ Անին պատասխանեց նաև ինչ երբեք չեք ների հարցին. «Տարիքի հետ հասկանում ես, որ մեծ խոսել պետք չի, չեմ կարող ձեր հարցին պատասխանել, չգիտեմ, այնքան անկանխատեսելի ենք մենք բոլորս, որ երբեմն անհավատալի բաներ էլ ներում ենք», նշել էր Անին ու հետո արդեն պատասխանել նաև սիրելի ու սպասված հարցին։ Բալիկ ունենալու մասին Անին պատասխանել էր վիդեո տարբերակով։ Star News-ը ձեզ է ներկայացնում Անի Երանյանի մյուս պատասխանները ևս։ В этом году уже точно с моим участием ничего не будет, но в следующем году обещаю вас обрадовать. Так что ждите, 2025 не за горами. И да, спасибо, вы тоже будьте счастливы. Ես էլ դեմ չեմ լինի ինձ մի օր այդ կարգավիճակում տեսնել։ Շնորհակալ եմ։ Վերջերս ասելով վերջին տարիներին հասկացել եմ, որ երազանքները նույնպես սիրում են լռություն։ Իհարկե ես նրանց մասին շատ հաճախ եմ մտածում բարձրաձայնում ինքսին մեջ, բայց հավատալով, որ նրանք կիրականանան իհարկե, բայց թույլ տվեք լռեմ և չբարձրաձայնեմ նրանց մասին։ Անի Երանյանը հաճախ նաև հարցազրույցների է մասնակցել ու պատմել իր կյանքի դժվար պահերի և պապիկի կորստի մասին։ Նա նշել էր, որ դա իր կյանքի ամենադժվար պահն է եղել։ «Իմ կյանքի յուրաքանչյուր վատ շրջանից հետո հասկացել եմ, որ ուժեղ եմ։ Իրավունք էլ չունեմ թույլ լինել։ Ժամանակ չկա դրա համար։ Իսկ կան մարդիկ, որ ամեն ինչ այնքան ծանր են տանում, լացում են, օրերով տնից դուրս չեն գալիս։ Զրպարտություններից ոչ մի վայրկյան չեմ նեղվում, երբևիցե դրանց պատճառով չեմ արտասվել։ 26 տարվա մեջ ամենադժվար շրջանն ապրել եմ 17 տարեկանում, երբ պապիկս մահացավ։ Նա էր մեր տան հույսն ու ամեն ինչը, բայց այդ էտապն էլ հաղթահարեցինք։ Այդ տարիքից սկսեցի աշխատել և ուժերիս ներածին չափով պահել ընտանիքս։ Ինչքան էլ հեշտ թվա, մեր ոլորտում դժվարությունները շատ են, բայց ես կարող եմ հստակ և բաց ճակատով ասել, որ երբևիցե որևէ մեկը ինձ համար չի բարեխոսել այս կամ այն ֆիլմում ծրագրում նկարահանվելու համար։
Չկա մեկը, առավել ևս տղամարդ, որ կարող է իր շրջապատում նման բան ասել։ Անկեղծացել էր Անի Երանյանն ու նույն հարցազրույցի ժամանակ խոսել նաև այն մասին, որ կինը կարող է հրաշքներ գործել։ Իմ բոլոր ժամանակների կնոջ իդեալը մայրս է, ինչպես եւ տղամարդու իդեալը հայրս։ Իսկ առհասարակ, իդեալիզմն ինձ համար չէ։ Կին լինելն արդեն տեսակ է։ Մի միտք կա, որը ռուսերեն շատ լավ է հնչում։ Для того, чтобы понять женщину, нужно ею быть։ Իսկապես, կինը հրաշքներ է գործում։ Մարդ է ձևավորվում կնոջ արգանդում, հենց նրան է տրված այդ առաքելությունը կոչվել մայր։ Հենց նա է դաստիարակում մարդ եւ լինում հրաշալի կողակից ու ընկեր ամուսնու համար, չէ որ ոչ մի տղամարդ չի պատկերացնում իր կյանքը առանց կնոջ։ Կինը գեղեցիկ է, անսահման ուժեղ եւ համբերատար, կամակոր եւ նեղացկոտ, ներողամիտ, տիրապետում է մանիպուլյացիայի արվեստին, իսկ վերջում շատ գեղեցիկ ձևով հասնում է իր ուզածներին, չէ որ դա շատ կարևոր է։ Ի վերջո, կնոջ պատճառով են եղել պատերազմներ, հաշտություններ եւ դեռ կլինեն։ Անկեղծացել էր Անի Երանյանը։ Անին նաև նշել էր, որ կյանքն առանց սխալների չի լինում, նա նշել էր, որ եթե սխալվել է, միշտ պատրաստ է ներողություն խնդրել։ Իհարկե, եղել են նման դեպքեր։ Ցավեցնել մարդուն եւ ներողություն չխնդրել նշանակում է եւս մեկ անգամ ցավ պատճառել։ Ես միանշանակ ներում եմ իմ ներսում, բայց չեմ մոռանում։ Հիշաչար չեմ, ուղղակի հիշողությունս է շատ լավ։ Լինում են դեպքեր, որ ներելուց հետո միևնույն է, ոչինչ չի փոխվում։ Այդ մարդը մեկընդ միշտ իմ շրջապատից եւ իմ սրտից դուրս է գալիս։ Չնայած, ինչ ներելու մասին է խոսքը, եթե Աստված մեզ ամեն օր է ներում։ Ով ենք մենք, որ միմյանց չներենք, նշել էր Անին։ Անիի անձնական կյանքը այս տարիների ընթացքում երևի թե ամենակննարկված թեման է։ Անին նշում է, որ սերը երբեք չի մեռնում։ Այժմ էլ այն կարծիքին եմ, որ եթե սիրում ես, չես կարող մի օր արթնանալ եւ հասկանալ, որ զգացմունքն անհետացել է։ Պարզապես դիմացինի քայլերը շատ դանդաղ սպանում են քո սերը։ Դրա համար էլ կարծում եմ, որ սերը չի մեռնում, նրան սպանում են, նշել էր Անին։ Միևնույն ժամանակ դերասանուհին խոսել էր տանը մնալու կարծրատիպային մտածելակերպից ու նշել հետևյալը. Դեռ չեմ մտածում ընտանիք կազմելու մասին, մամա դառնալու մասին, չնայած մեկ-մեկ ուզում եմ 3-4 տարեկան երեխա ունենալ, սիրուն հագցնել, որևէ տեղ տանել։ Անձնական կյանքումս ամեն ինչ լավ է, բայց այնպես էլ չէ, որ վաղը կամուսնանամ։ Վաղ ամուսնության միակ դրական կողմն այն է, որ երիտասարդ ծնող ես լինում, ինչպես իմ ծնողներն են։ Դեռ պատրաստ չեմ դրան, իմ ազատությունը շատ կարևոր է, պաշտում եմ այն։ Շուշան տատիկս միշտ ասում է. քո հարսանիքն էլ տեսնեմ, Անի ջան, ու էլ ոչինչ չեմ ուզում։ Ես էլ պատասխանում եմ, որ այդ դեպքում 50-ում նոր կամուսնանամ։ Չեմ վախենում տանը մնալուց, եթե չամուսնանամ, ուրեմն ինձ համար այդպես ավելի լավ է։ Երկրպագուների պակաս էլ չունեմ, բայց ամուսնական կյանքին պատրաստ չեմ, ներվ չունեմ, դեռ ժամանակը չէ։ Չնայած կնոջ համար աշխարհի ամենալավ հաճույքն է մայր լինելը։ Չկա կատարյալ մարդ, բոլորս էլ հարմարվում ենք միմյանց։ Այս ամենը Անին ասել էր տարիներ առաջ, իսկ ահա վերջին 2 տարվա ընթացքում անընդմեջ շրջանառվում է Անի Երանյանի եւ Մհեր Բաղդասարյանի սիրո գեղեցիկ պատմությունը։ Եվ իր վերջին հարցազրույցի ժամանակ Անին խոսել էր իր եւ Մհեր Բաղդասարյանի հարաբերությունների մասին։ Նույն հաղորդման ընթացքում Անին անդրադարձել էր նաեւ շատ այլ հարցերի։ Նա խոսել էր Միացյալ Նահանգներ տեղափոխվելու եւ իհարկե Հայաստանի եւ իր ընտանիքի հանդեպ անսահման կարոտի մասին։ Հաղորդավարուհի Ամալիա Հովհաննիսյանը հարցրել էր Անիի անձնական կյանքից եւ հատկապես նրա ու Մհերի հարաբերությունների մասին։ Անին այս թեմայով ասաց հետեւյալը. Ռեալիթի շոուի շրջանակներում մենք ցույց ենք տալիս այն, ինչ իրականում լինում է։ Այս ամեն ինչը հենց այդպես էլ սկսվեց։ Ոչ մի միտք չկար հաղորդում ունենալու մասին, ու հենց ասեկոսեների պատճառով էլ դա եղավ։ Երբ Մհերը համբուրեց իմ այդն ու մենք այդ օրը պարեցինք, սկսվեցին խոսակցությունները։ Մենք էլ ասեցինք տեսնենք, ոնց է զարգանում այս ամենը, ու ստացվեց ռեալիթի շոու։ Ամալիա Հովհաննիսյանը հարցը ուղիղ ձևակերպեց, հարցնելով արդյոք Անին զգացմունքներ ունի Մհերի նկատմամբ, թե ոչ։ Ես զգացմունքներ իհարկե ունեմ Մհերի նկատմամբ։ Ես իրեն շատ եմ սիրում եւ ինքն իմ համար շատ կարեւոր մարդ է։ Բայց ճիշտ կլինի բոլոր պատասխանները թողնենք մեր հաղորդման մեջ։ Ինտրիգը կպահեմ, քանի որ մեր ռեալիթին դեռ չի ավարտվել եւ մեր վերջին կռվից հետո պետք է մարդիկ տեսնեն, թե ինչ կլինի։
նշել էր Անի Երանյանը։ Մեզ մնում է հավելել միայն այն, որ ռեալիթի շոուն այդպես էլ կիսատ մնաց, եւ Անին ու Մհերը շարունակում են համատեղ տարբեր հրապարակումներ անել, որոնցից մեկը նույնիսկ կասկածի տեղիք է տալիս այն մասին, որ Անին ու Մհերն արդեն ամուսնացել են եւ ապրում են միասին։ Մհերը մեկ անգամ իր հարցազրույցի ժամանակ նշել էր, որ այդ մասին խոսել չի ուզում, սակայն ինքը եւ Անին երջանիկ են եւ լավ է, որ միասին են երջանիկ։